Ես նման հարցերի չեմ պատասխանում։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի նյարդայնացումը, որ մարդիկ ուշադրություն են դարձնում պաշտոնյաների կողմից։ Մի սկսեք, հա, Նիկոլ Փաշինյանից։ Ումից սկսեմ, եթե ինքն է ասել։ Շատ էլ ճիշտ արել, շատ։ Ինքը մեր հայրենիքը փրկել է, այդ ինչ են ասում, չգիտեմ ումերից, անուններ չեմ տալիս, դա մեզ բավարար է։ Մնացած տողատակերի հետևից ժողովուրդը իրավունք չունին գնելու։ Ես տենց եմ հասկանում, որովհետև կես դարից ավել ապրել եմ, այդ նախկիններ ասածների դարին, մեր ժողովրդի կաշին քերել են։ Մենք ինչ ունենք տվեցին Ռուսաստաններին, այսօր էլ Նիկոլի մազը, Նիկոլը ինչ որ կխոսա, կշուր կտան գլխի վրա, լավ էլի, Նիկոլը չի դուք եք։ Թողեք ես մի բուր հայրենիքը մնա մեզ։ Մենք ենք խափանում։ Այսենց պրովոկացիոն հարցեր մի տվեք։ Բացարձակ պրովոկացիա։ Շատ է պրովոկացիոն էր։ Ինչ որ ուրիշ բաներ չեմ խոսում, բայց Իսկ կարող եք խոսել։ Չէ։ Ես ուզում եմ ասել մի բառով, եթե ասում են Նիկոլ, ուրեմն նշանակում է հայրենիքի փրկիչ։ Այդքան բան։ Մնացածը ոնց կմեկնաբանի ժողովուրդը, դա արդեն ասելու չի, անելու է։ Խնդիրը մերն է, մենք ունենք աճող սերունդ, մեր սերունդներին մեզ մի բուր հայրենիք պետք է մնա, թե չէ, անկախ նրանից Նիկոլը ինչ քաղաքականություն կվարի։ Այս գելու գազան գերտերությունների մեջ մենք այս մի բուր հողը դնենք էլի, հոտներս սենց հանգիստ տնենք մեր հողի վրա, հետո ձեր ժառանգները, իմ թորները կմեծանան, հայրենիք կփրկեն ուրիշ տեղից, որ խլել են, ինչ կանեն, դա արդեն մի քիչ ժամանակի խնդիր է։ Հիմա ժամանակի հրամայականը դա է պահանջում։ Կանգնենք մեր կառավարության թիկունքին, որ շան ու գելիփայ չդառնա այս մի բուր հողը։ Ես սա գիտեմ։ Ինձ ոչ մեկ չի ուղղորդում, ես տեսել եմ, քաշել եմ, գիտեմ ինչա կատարվել սկզբից մինչև վերջ։ Ձեր մեծերը եթե ձեզ էլ ասեն, ինչ որ ես եմ իմ սերունդին հիմա ներկայացնում, իմ 12 տարեկան թոռը գիտի արդեն, որը որից հետո է։ Սա է ճիշտը։ Այս Նիկոլի կյանքի որ էջն էլ թերթես, նա ինքնակամ կանգնել է հայրենիքի համար, բանտերում անցկացրել, փախուստի ադիմ, իր 4 երեխեն մանկությունը առանց հայր են մեծացրել, մենք տեսանք այդ ամեն ինչը։ Ես ոչ էլ հեղափոխության ժամանակ քայլել եմ, որտեղ ես հաշմանդամ էի պահում։ Հետո ուշքի եկա, իսկ Նիկոլին չեմ էլ ճանա, հետո տեսա ասի, վայ, հայրենիքս փրկիչի ձեռ անգել։ Նիկոլներ 100 տարին մեկ են ծնվում, 100 տարին մեկ, պետքա գնահատենք։ Նա իր առողջության հաշվին ապրում է, չի կարելի այդքան ստորացուցիչ ձևերով մտնում են տրանսպորտի, մի անգամ խոսքի ուժով մի կնոջ իջացրել եմ, ասի հենց հիմա իջի, ասում է թոշակառուներ, ասում եմ լսի ամբողջ ավտոբուսը թոշակառու է ու բոլորը վճարեցին, դու ինչի չվճարեցիր, դու մեզանից ինչով, ասում է բա ես եկել եմ Գերմանիայից հայրենիք փրկեմ, ասում եմ գնա Գերմանիա 2.5 եվրոյով կնստես ավտոբուս նոր կհասկանաս։ Մոռացել են այն կաշկեքը, մոռացել են։ Ասում է 8 հոգի թուրքի դեմ բանը ընդամենը։ Իրանք 60 հոգով գնացին, հանձնվեցին ջուջուլարը երգելով։ Բա դա հայրենասիրություն, դե գնացեք տառապեք։ Ռազմաքաղաքական ղեկավարների մասին է։ Այո։ Թո իրանց տրակասներին ոնց որ մեր Աբաջյանն էր անում, ոնց որ մեր Ալբերտն էր անում, ոնց որ իմ եղբոր որդին տանկի մեջ վառվեց հանուն հայրենիքի 3-րդ օրը պատերազմի։ Ինչի մասին է խոսք, ու ինձ բոլորը ասում են մի խոսի, ոնց չխոսեն։ Հիմա էլ ճոճին են տալիս այս կառավարությունը Ղարաբաղ տվել։ Դուք տվեցիք, բերել եք ձեր կիսաղքած ժողովրդին ստեղ գցել եք, դուք ձեր ասաբնյակները աշխարհի որ ծայրում ասես կա։ Ինձ մի խոսացրեք, ավելին կասեմ։